Տեր Հիսուսը նայում է, տենում է, որ անդամալույց է, բայց ասում է մեղքերը թողնված լինեն։ Եվ հրեաները մտածում են, սա հայհոյություն է, միայն Աստված կարող է մեղքերը թողնել։ Եվ Տեր Հիսուսը մի հարց է տալիս, ասում է, ո՞րն է հեշտ, ասել մեղքերը թողնված են, թե անդամալույցին ասել վեր կաց եւ քայլիր։ Ժողովուրդը մտածում էր, որ ավելի հեշտ է ասել մեղքերդ ներված են, որովհետեւ դա չի երևում։ Ներվեց, թե չներվեց, բայց անդամալույցին ասես վեր կաց ու քայլիր, դա պիտի երևա։ Տեր Հիսուսը փոխում է հեշտի ու դժվարի տեղերը։ Ինքը ուզում է ասի, որ այն ինչ որ ես հիմա ասեցի, դա ամենադժվար բանն էր, որ կարելի էր անել։ Քո փրկությունը, որ դու ունես, որ հեշտությամբ ստացել ես, դա ամենադժվար բանն էր, որ քեզ համար կարելի էր անել։ Եվ դրա համար Տերը ասում է, այն ինչ որ դուք կարծում եք դժվար է, հիմա ձեր աչքերի առաջ անում եմ ձեր կարծիքով դժվարը։ Վեր կաց ասում եմ քեզ եւ անդամալույցը վերակենում։ Սա հեշտն էր Տիրոջ համար։ Դժվարը քո մեղքերը ներված են քեզ, որովհետեւ ինքը պիտի Գողգոթայի ճանապարհը անցներ, այդ մեղքերը ներում տալու համար իր անձը պիտի դներ։ Բայց ոչ մի բան առանց հավատքի մեր կյանքերում չի գործում։ Աստված ցանկանում է օգտագործել հենց քեզ։ Տերը ասում է, որ իմ հոգին կտամ ձեզ եւ այն գործերը, որ ես գործում եմ, դուք էլ կգործեք։ Ու Տերը ուզում է, որ դուք դա անեք։